Այս գործը հիմնականում շարունակում է այն, ինչ բյուրականում կատարվում էր եւ սկսվել եւ կատարվում էր այս 80 տարի, երբ Համբարձումյանը առաջի անգամ ասել է, որ աստղերը առաջանում են եւ հիմա մեր ժամանակ։ Աստղարաշացումը դա ամենակարևոր հարցերից մեկը բանում աստղագիտության մեջ եւ իհարկե աստղարաշացման տիրույթները ամենահետաքրքիր բաներից մեկն են մեր գալակտիկան։ Մենք գտել ենք ագին մեծ քանակով նոր աստղարաշացման տիրույթները եւ նրանց մեջ նոր առաջացած աստղերը։ Մենք մրցանակին ներկայացրել ենք մի գիտական աշխատանք, որը կատարել ենք մի քանի տարիների ընթացքում եւ շարունակում ենք հիմա էլ, դա շարունակում է այդ աշխատանքը, որը բաղկացած է հիմնականում երկու բաժնից, այսպես ասած։ Առաջինը փնտրողական, որտեղ մենք փնտրել ենք հետաքրքիր օբյեկտներ եւ այդ փնտրողական աշխատանքը կատարվել է այս դիտակի օգնությամբ, որը շատ ունիկալ դիտակ է, սա բյուրականի մի մետրանոց Շմիդտի աստղադիտակն է, որի վրա կատարվել է նաև Մարգարյանի շրջագայությունը, որը մինչև աշխարհի ամենախոշոր շրջագայություններից մեկն է։ Երկրորդ էտապում արդեն ընտրված հետաքրքիր օբյեկտները մենք ուսումնասիրել ենք տարբեր ավելի մեծ դիտակներով, ավելի մանրակրկիտ, օրինակ ինֆրակարմիր դիապազոնում ամերիկյան դիտակներով, սպեկտրոսկոպիկ ինտեգրալ սպեկտրոսկոպի մեթոդներով 6 մետրանոց Ռուսաստանի դիտակով եւ այդպես։ Այսինքն սա ընդգրկվել է կոլաբորացիա տարբեր երկրների հետ։ Բնականաբար հետագայում այդ ամեն ինչը մշակվել է, արդյունքները արդեն գիտական հիմնավորում են տրվել եւ արդեն տպագրվել են գիտական ամսագրերում։ Մենք ստանում ենք նկարները եւ հետո բերում ենք այստեղ եւ կոմպյուտերների միջոցով համեմատում ենք առաջվա նկարներին եւ այնտեղ արդեն կարելի է հասկանալ, թե մենք ինչ ենք դիտել եւ ինչ ենք գտել։ Պատրաստվել է բոլոր այսպիսի անսովոր աստղերի կատալոգը, այդ միջազգային աշխատանք էր, որը հենց վերջերս տպագրվել է։ Արդեն կլինի օգտակար բոլոր աստղագետներին